Հովիվը, վագրը և աղվեսը։ Կիրգիզական հեքիաթ։ Օրերից մի օր հովիվը թողնում է, որ իր հոտը արոտավայրում արածի, իսկ ինքը նստում է ծառի տակ հանգստանալու։ Մեկ էլ որտեղից որտեղ դիմացը մի վագր է հայտնվում։ Հովիվը ձեռքը գցում է իր մահակին ու ոտքի թռչում։ Վագրը, որ հենց այն է ուզում էր հարձակվել մարդու վրա, տեսնելով մահակը վախենում է։ Ով գիտի հրացան է, մտածում է նա։ Այդպես էլ նրանք դեմ դիմաց կանգնած քարանում մնում են, սիրտ չանելով առաջինը հարձակվել։ Մոտերքում այդ ժամանակ մի աղվես էր անցնում։ Հովվին տեսնելով ու վագրին, անմիջապես գլխի է ընկնում, որ նրանք վախենում են իրարից, ու որոշում է օգուտ քաղել։ Մոտենում է վագրին ու ասում. «Վագր քեռի, այ վագր քեռի, դու մարդուց ինչի ես վախենում։ Համարձակ վրա տուր, գետնին գցիր ու անուշ արա։ Աղվես, դու միայն խորամանկություն ունես, բայց խելք չունես», մռնչում է վագրը։ «Հոգույր չես, նայիր ձեռքին հրացան կա, ուզենա իմ վերջը կտա, ինչ ես հիմար բաներ ասում։ Որ այդպես է, կգնամ նրա մոտ», ասում է աղվեսը քաղցր ձայնով։ «Կգնամ ու կխնդրեմ, որ քեզ չսպանի, թե որ կյանքդ փրկեմ, ինձ ինչ կտաս։ Վագրը խոստանում է. «Ինչ ուզես», ասում է, «ինչ ուզես կտամ»։ Աղվեսը մոտենում է հովվին ու ասում. «Հովիվ քեռի, այ հովիվ քեռի, ինչ ես կանգնել այդ արժնախուն վագրի դիմաց։ Նա ուզում է հարձակվել քեզ վրա ու ուտել։ Ես հազիվ հաս համոզեցի նրան, որ ձեռք չտա, թե որ քեզ ազատեմ նրա ձեռքից, ինձ ինչ կտաս»։ Հովիվը նույնպես խոստանում է. «Ինչ ուզես կտամ»։ «Ես շատ բան չեմ ուզում, թող քո ոտքից 2 կտոր միս կրծեմ, դա ինձ բավական է», ասում է աղվեսը։ Հովիվը համաձայնում է։ Աղվեսը վազում է վագրի մոտ ու ասում. «Վագր քեռի, դու դեռ երկար կապրես։ Ես մեծ դժվարությամբ համոզեցի այդ հովվին, որ քեզ չսպանի։ Շուտ փախիր էստեղից, թե որ նորից նա բարկանա ու կրակի, էլ պրծում չկա»։ Վագրը ուրախանում է ու անմիջապես կծիկը դնում։ Նորից է աղվեսը հովվի մոտ վազում։ «Հովիվ քեռի, խոստումդ հո չես մոռացել»։ «Չէ, չեմ մոռացել», պատասխանում է հովիվը և ոտքը մեկնում։ Բայց հենց աղվեսը ատամները խրում է մսի մեջ, հովիվը ցավից գոռում է։ Աղվեսը ետ է ցատկում. «Էդ ով գոռաց»։ «Քո ինչ գործն է։ Չէ, հովիվ քեռի, դու առաջուց ասա, թե ով գոռաց, թե չէ էլ քեզ չեմ մոտենա», ասում է վախեցած աղվեսը։ «Դե որ խնդրում ես կասեմ», պատասխանում է հովիվը։ «Անցյալ տարի մեզ մոտ մեծ սով էր, ես էլ միլավորի չէի, իմ քերծեն 2 լակոտ ունեցավ, բայց ես դրանց կերա։ Հիմա իմ ստամոքսի մեջ այդ լակոտները մեծացել են, երևի նրանք քո հոտը առան և ուզում են հախիցդ գալ, դրա համար էլ այդպես գոռում են»։ Աղվեսը շատ է վախենում, բայց չի ցանկանում ցույց տալ և հանգիստ պատասխանում է. «Քո այդ լակոտների հախից կգայի, բայց գործով վագրի մոտ պիտի գնամ, քո քերծերներին զսպի։ Իսկ երբ ետ գամ, դրանց ցույց կտամ, թե ինչ է նշանակում աղվեսի վրա հարձակվել»։ Հովիվը համաձայնում է։ «Լավ, գնա ու շուտ արի»։ Աղվեսը ոտքերում ինչքան որ ուժ ուներ, փախչում է ու իր մեջ ուրախանում, որ հովվին խաբեց։